Կներեք, ուրեմն անընդհատ լայվը անջատվում է, որովհետև երևի այստեղ խլացուցիչներ են դրել, եւ այսպես մենք տեսանք, փորձեմ արագ ամփոփել, մենք տեսանք, որ երեք առավոտվանից Նիկոլ Փաշինյանը ոչ adekvat հոգեվիճակում է, վարկյանը մեկ գրառում է անում, խոսում է չուլաններում փախկված լինելու մասին, ինչ որ հաթաթաներ եւ սպառնալիքներ է հնչեցնում, հեսա կտենաս ինչ կանեմ, եւ այս ամենը Նիկոլ Փաշինյանը անում է այն ժամանակ, այն պահին, երբ որ մեր բարեկամ, մեր դաշնակից Իրանը գտնվում է լրջագույն պատերազմի մեջ Իսրայելի հետ, երբ որ հենց այս պահին Մեղրու սահմանին կանգնած են ուրեմն հազարավոր փախստականներ, երբ որ մենք Իրանում ունենք հսկայական հայկական համայնք եւ այդ մարդկանց խնդիրները լուծել է պետք, եթե ֆորս մաժորի դեպքում նրանք փախստականի կարգավիճակով գան Հայաստան, այդ ամենը թողած Նիկոլ Փաշինյանը զբաղված է եկեղեցու հոգևորականների ներքնազգեստները ստուգելով, զբաղված է եկեղեցու հոգևորականների կուսությունը ստուգելով եւ ուղակի հրահանգավորել է քրեական գործ հարուցել հայտնի բարերար Սամվել Ալեքսանյանի նկատմամբ։ Մենք տեսնում ենք ահա այստեղ նաեւ մեր սրբազաններին, հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերին, ովքեր եկել են ի աջակցություն Սամվել Կարապետյանի, իդեպ ես իմ Facebook-յան էջում տեղադրել եմ, մենք ես տեսնում ենք այստեղ նաև Արտուր Խաչիկյան, հա, եւ մի երկու բառ էլի պարոն Խաչիկյան, լայվի մեջ ենք, հա։ Ինչ ասա էլի, մարդը ասել է, մենք մեր ձևով կպաշտպանենք եկեղեցուն, սա անցալվել է որպես իշխանությունը զավթելու հրապարակային կոչ եւ հիմա տանում են կալանքի քննություն անդանում Սամվել Կարապետյանի։ Այդ բռնապետ ուժի կոչերը, երաշարժման կոչերը, մենք լսել ենք 18 թվականին, մենք հիշում ենք, եթե ճիշտ եմ հիշում, դուք էիք ռադիոկան դուրը ջարդել։ Չէ, ինքներ ջարդել, իդեպ ռազմավարական նշանակության օբյեկտ։ Հիշում եք խոստումները, մենք Հաշադեմոկրատիա կունենանք, Հաշադեմոկրատիան ունի 500 ոստիկան ասպետ։ Այո, ավելին, կարմիր սև, ինչ գույնի բերետավոր ստեղ ասես կա։ Հա։ Բերետավորները ստեղ են, սրանից հետո երևի իրենց աշխատավարձները կբարձրացնեն, որ ժողովուրդը լավ ծեծեն, դեմոկրատական Հայաստանը, Եվրոպայից մարդ կբերեն, որ ասել է ճիշտ են անում։ Այո։ Հետո կասեն եկեղեցիից խաչերը հանի, հետո կասեն մենք պետք է շփանազին են, մենք պետք Այո։ Ավուշ եկեղեցիները ու մենք պես սանահին են, նրանք աղվանական եկեղեցիներ են։ Դրանք էլ վերացնենք, հա։ Բանջանը որ 3000 մարդ ջարդեն Հայաստան։ Այո։ Ժողովրդին էլի ծեծելով։ Թող մարդիկ որոշեն իրանք ուզում են Հայաստանի մարտահրավերը պատրաստ են արտագաղթել։ Եթե ուզում են բոլորը այստեղից գնան, թող հանգիստ տանեն նստեն։ Ռեստորաններում հաց ուտեն ամեն երեկո։ Եվ ինչ-որ հրաշքով ինչ-որ մեկը սա պետք է կանոնացնի։ Այո։ Սա շարունակում է, եթե դուք համաձայն եք, պատրաստ եք տոմսեր առնել։ Այո, եթե կարանան տոմսեր առնեն, որտեղ տոմսերի գներն էլ է զարհուրելի, տոմսերն էլ առնեն, իրանց ընդեղ ընդունող չկա, հա, այստեղ են ուրեմն բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ինչպես մենք տեսանք նաև հոգևոր հայրերն են այստեղ, նաև կարծես ես տեսա Ռուսաստանի հայ առաքելական թեմի առաջնորդին եւ այո, բարև ձեզ, այստեղ են նաև երիտասարդներ, ակտիվիստները, հա, ուրեմն մի դիտարկում էլ անեմ, ես խնդրում եմ մտնել իմ Facebook-յան էջը եւ նայել, ես մի հատ տեսանյութ եմ դրել, հա, որտեղ Նիկոլ Փաշինյանը տեսեք թե ինչպես է գովաբանում Սամվել Կարապետյանին Ստեփանակերտում եւ Ռուբեն Վարդանյանին, իսկ երեք նույն Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի մասին օգտագործել է ճակերտավոր բարերար անունը։ Մի հատ նայեք իմեջում, թե ինքը ինչպես է գովաբանում եւ ինչպես է ասում մենք պետքա ծափահարենք Սամվել Կարապետյանին եւ Ռուբեն Վարդանյանին, այս ինչեր են իրան կարել, իսկ այսօր ինքը ուղղակիորեն ուրեմն
հրահանգավորել է Սամվել Կարապետյանին տանել կալանքի, այս պահին ընթանում է կալանքի քննման, կալանքը որպես խափանման միջոց քննելու ուրեմն դատը, նորից եմ կրկնում, ընդամենը նրա համար, որ Սամվել Կարապետյանը կանգնել է հայ առաքելական եկեղեցու կողքը եւ ասել է մենք կպաշտպանենք հայ առաքելական եկեղեցուն եւ ահա մենք տեսնում ենք երևի մոտ 500, ուրեմն 500-ից ավել ոստիկաններ, բոլոր հնարավոր գույների բերետներով ոստիկաններ, որոնք եկել են պաշտպանելու հայ առաքելական եկեղեցու կողքը կանգնած, ուրեմն Սամվել Կարապետյանի դեմ ոտնձգություն եւ հայ առաքելական եկեղեցու դեմ ոտնձգություն կատարող Նիկոլ Փաշինյանին, մեկ էլ որ խոսում էր չուլաններից, երեք ասում էր չուլանում փախկվել ես, մի հատ կարակ հիշացնեք, քանի անգամ Նիկոլ Փաշինյանը մտել բունկերից լայվեր էր անում, մտելա չուլանից լայվեր անում, այն մարդը հանգիստ իր տանը նստած, հանգիստ դուրս է եկել, նստել է մեքենա, ասում է չուլանից դուրս արի, չուլանում քո իշխանությունից բացի Նիկոլ ոչ մեկ չկա, այս մարդիկ, որոնց աշխատավարձ է տալի, որ քո իշխանությունը պահեն, վաղը քո հետ միասին պատասխան են տալու, իսկ ինչի է այս Նիկոլը այս ամենը անում հայ առաքելական եկեղեցու դեմ, այս ամենը ասում են, որ մեր ոստիկանները եւս լսեն, որտեղ մի քանի օրից Նիկոլը մեկնելու է Անկարա, մեկնելու է Թուրքիա, նախատեսված է հանդիպում Էրդողանի հետ, եւ քանի որ Էրդողանը հայտարարել է Ալիևի հետ, որ հայ առաքելական եկեղեցին եւ հայկական սփյուռքը իրանց թշնամիներն են, գնալու է զեկուցի, ասելու է շեֆ ջան, տես, այս ինչ լավ են պայքարում հայ առաքելական եկեղեցու դեմ։ Սա է Նիկոլյան Հայաստանը, սա է Նիկոլի հռչակած դեմոկրատիան, իսկ միջազգային կառույցները, դեսպանատները բնականաբար լռելու են, որովհետև Հայաստանի ապամոնտաժումը տեղավորվում է նրանց ծրագրերի մեջ։ Օդ ի դո։